Այնտեղ այդի մեծ հաճույքը անում են մենակ թոշակառու տատիկները ամեն շաբաթ Վասարյան։ Այդքան շատ թոշակ են ստանում, որ ավելի շատ են իրենց կաղավթը։ Իսկ ում է հայ խելացի միտքը հիմա այստեղ պետք է աշխատի։ Մենք туриզմ ենք ուզում զարգացնել, այդքան գեղեցկության սրահներ ունենք։ 130 եվրոյի փոխարեն թող գան այստեղ 10 եվրոյով անեն իրենց հարդարումը, այո, բոլոր աշխատանքները եւ գնան։ Բայց դա չի լուսաբանում, օրինակ Գերմանիայում մենք շեղվեցինք արդեն թեմայից, բայց ասեմ ոչինչ։ Կողքի քաղաքներ, ասեն Գերմանիայի երկրները, Պոլշան, Լեհաստանը եւ այլ, այնտեղ շուտվանց են այդ գեղեցկության օպերացիաներն, վարսավիրանոցներն եւ մյուս ասենք կոսմետիկական լազերային միջոցով մազերը հերասները եւ այլ, ատամները սարքելը, դրանք շատ մեծ ասենք հոսք այնտեղ գնում են Լեհաստան մանելու կամ Հունգարիայում անելու։ Հայաստանը դեռ չգիտեն, բայց մեր հայ տուրիստները որ գալիս են ստե, բոլորն էլ իրանց հոգսերը հոգում են եւ գնում են, դա այդպես է։ Հայաստանում նաեւ պլաստիկ վիրաբուժություններ են, բավականին մատչելի։ Ես գիտեի Ռուսաստանից բավական խելոք գաղափարը, որի մասին կարելի է աշխատել։ Ֆորմաները մեծացնելու եւ կրկին գնալու Ռուսաստան, այսպեսի տարբեր։ Ես Ուլյանին մի հարց եմ ուզում։ Եվ հետո էլ Էդուարդեն, որպեսզի հարցնենք ցուցադրություն Երևանում լինելու, բացի շուկան մարդկանց ուսումնասիրելը, լավ, դա որպեսզի կարևորը չմոռանանք։ Եկել եք շուկան, մարդկանց, ապագայում այստեղ ձեր բրենդը ներկայացնելը ուսումնասիրեք հարմար կլինի թե ոչ։ Կլինի ցուցադրություն որևէ տարբերակով ձեր մասին կհայտնեք քաղաքին, որից հետո միգուցե եւ այլ ավելի կոնկրետանաք ձեր որոշման մեջ։ Այո, ճիշտ այդպես, ինչպես ասացիք, կլինի հայտնություն քաղաքին, որտեղ մենք ուզում ենք մեծ ստիլով անել դա եւ ցանկանում ենք որպեսզի դա լուսաբանվի, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանը նույնպես ֆեշնի քաղաք կա, այդպես ասած, մարդիկ նույնպես ցանկանում են մեր հարևան պետություն Վրաստանի նման ունենալ իրենց ֆեշն շաբաթը, որոնք անցկացնում են նրանք շատ հաջողությամբ եւ ցավոք սրտի կլինի մենակ իմ ցուցադրումները, բայց դա էլ բավական է սկզբի համար, ասենք որպեսզի միգուցե սկիզբ լինի ինչ որ բանի մտածելու ստեղ նույնպես առնչություն ունեցել եք մեր տեղական ֆեշն դիզայներների հետ նրանց գործերը ունեցել եմ, գիտեմ, ինչ կա որ ձեզ դուր է եկել, ասենք պոտենցիալ եք տեսնում, որ հետաքրքիր է, կարող է մրցակցել։ Ես ասեմ, որ ես Facebook-ով եմ ծանոթ նկարներին կամ Արևիկ Սիմոնյանին, որը բավական եվրոպական ստիլով ժամանակի հետ է գնում, ես գիտեմ, որ կան այնտեղ fashion blog, որը շատ լուսաբանում է, որի հեղինակներն են Գայլյանը եւ Ֆայնան նույնպես ինչ որ fashion մեջ աշխատանքները ես շատ ծանոթ եմ Արամ Նիկոլյան, որը ակտիվ աշխատում է եւ շուտվանից ես իր մասին շուտվանից գիտեի, բայց ասեմ որ ինչ որ ես իրանց հետ խոսում եմ, իրանք միշտ ասում են որ դժվար է այստեղ ինտերնացիոնալ շուկա ստեղից դուրս գալը կամ ինչ-որ ստեղ այդ ինդուստրիան զարգացնելը, իհարկե նպատակը ոչ թե իմ Էդուարդ Հովհաննիսյան ֆիրման ստեղ զարգացնել են նպատակն մեկ ուրիշ ավելի շուտ արտադրություն ստեղծելը, որտեղ սա Էդուարդ Հովհաննիսյանը օտկուտյուր է եւ դա միակ, ասենք, նմուշները, որ կատարվել է, մենք ցանկանում ենք իր հետ միասին ինտերնացիոնալ մի բրենդ ստեղծել, որը ասենք միևնույնն է թե Հայաստանում ես, թե Գերմանիա, թե Վրաստանում ես, դա ինտերնացիոնալ միջազգային շուկա է դուրս գալու եւ արտադրելու է, ասենք, պրետապորտե դելուքս, լաբորակի շորեր, որոնք ասենք հիմնականում են կոկտեյլային կամ ասենք երեկոյան շորեր, մեր նպատակը դա է։ Շնորհակալություն եւ վերջին հարցը։ Այսինքն սպասենք ձեզ հոկտեմբերին, այստեղ։ Հոկտեմբերի սպասենք իրադարձությունները։ Հոկտեմբերի սկզբին սպասենք։ Դե Յուլիանն է հարցը։ Չէ, Յուլիանն ուղղակի հենց այդպես։ Ուղղակի ուզում եք խոսեցնել։ Ուզում եք խոսեցնել տղայի, երիտասարդ գեղեցիկ հավաքների։ Ուրեմն ձեզ կոմպլիմենտ։ Եվ կար մի հետաքրքիր բան, որ ոչ ոք չէր նկատում, մեր օպերատորը, ով Գերմանիայի նվիրյալն է, մի պահ ես որսացի, որ երբ որ մեր հյուրերը գերմաներեն են խոսում, նա մեգա հաճույքների մեջ էր գտնվում, նրա հայացքում կարելի էր կարդալ։ Ես այդ նույն հայացքը տեսնում ապակու այն կողմից, երբ որ Ադրինեն է լսում։ Այո, գերմաներեն սիրող մարդիկ կան։ Ես էլ պատահաբար 2 տարի առաջ եղել եմ Բերլինում, այո, հենց Բերլինյան պատի մոտ եմ եղել եւ այլն։ Երբ որ նշվում էր պատիկը Ռամշտայն խմբին, ուղղակի ահա այդ ընդհանրությունները ունենք։ Շատ միջազգային իրանք մեծ հապավն են։ Երիտասարդ տարիներին Ֆալկոին էի շատ սիրում, էլի։ Ես էլ։
Կենթանի են արդյոք։ Ֆալկոն մահացել է։ Չէ, լուրջ։ Ֆալկոն մահացել է։ Իսկ Եթե յանը Ֆալկոյից փոթ։ Ես Ֆալկոն մահացել է։ 90-ների սկզբին։ Ապա երիտասարդը չի իմանա, չէ՞ Ֆալկոն երևի։ Ես Ֆալկոյի երգը լսում էի, որ գնացի Գերմանիա, կես տարի հետո ջինը ստեղ նոր մոդալ, ես դա սկսա հասկանալ, հետո ասեցի շլավ, որ մարդ հասկանում է, ինչի մասն է խոսքը գնում։ Նորից հիշեցնենք ովքեր էին մեր հյուրերը եւ արդեն եզրափակենք մեր զրույցը։ Fashion designer Էդուարդ Հովհաննիսյանն էր մեր հյուրը, ուշադիր դիտեք, նայեք, մտապահեք նրա դեմքը, որովհետեւ մի քանի տարի հետո արդեն որպես Հայաստանի կողմից վստահ ենք նա կներկայացնի, հիմա գերմանական չէ, fashion-ն եք ներկայացնում ավելի շատ, հուսանք որ Հայաստանը կներկայացնի ու մենք էլ հպարտությամբ կհետևենք նրա գործունեությանը եւ fashion լուսանկարիչ եւ ապագան դիզայներ նույնպես fashion այո նաեւ համագործակցիչ Յուլիան Քրոլ Յուլիան Քրոլը։ Շնորհակալություն բոլորիդ, ձեզ հաջող օր եմ մաղթում, հաճելի հանգիստ Երևանում եւ որտեղ էլ որ լինեք, Բեռլինում են մեր ծրագիրը կարող եք դիտել, մենք արդեն ընկերներ ենք եւ Արբանյակով մեր հաղորդումները սփռվում են ամբողջ աշխարհով։ Մենք նորություններ լինեն, մեզ տեղյակ պահեք, տեղյակ պահեք, կապի մեջ կլինենք, եղավ։ Շատ ուրախ ենք։ Նաեւ Facebook-ի միջոցով, որ այսօր շատ հարցեր է լուծում, այսքան։ Մենք Facebook ասացինք, հիշեցինք, սկսենք նորից Կենտրոն TV, սկսենք նորից, այսպիսի edge կա Facebook-ում, որտեղ դուք ձեր կարծիքները, ձեր ցանկությունները, մի խոսքով այն ինչ ունեք մեզ ասելու, կարող եք թողնել, պատին մենք ցանկանում հյուր տեսնել եւ այլն, ամեն ինչ կարող եք այնտեղ գրառել։ Իսկ մենք կհանդիպենք քիչ անց։ Շնորհակալություն, առջևում արդյոք ովքեր են նախագիծները։